Սուրբ ես Տեր, Սուրբ եւ աննման, քո հոգիով մեզ լիացնողն ես Տեր, մեզ բժշկողն ես Տեր եւ մեր կյանքերի մեջ օրհնություն բերողն ես Տեր։ Լուսավորիր մեր կյանքը Տեր, օծիր մեր կյանքը սիրելի Հայր, քո որդու Հիսուսի անունով ամեն։ Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, Ադոնայ, Էլոհիմ, Սաբաոթ, Ադոնայ, Էլոհիմ, Սաբաոթ, Ադոնայ, Էլոհիմ, Սաբաոթ, Սուրբ ես Տեր եւ աննման, երգենք միասին Սուրբ է Տերը, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, Ադոնայ, Ադոնայ, Էլոհիմ, Սաբաոթ, Ադոնայ, Էլոհիմ, Սաբաոթ, Ադոնայ, Ադոնայ, Էլոհիմ, Սաբաոթ, Ադոնայ, Էլոհիմ, Սաբաոթ, որ է, որ պիտի գա, որ է և որ է և որ պիտի գա, որ է և որ է և որ պիտի գա, որ է և որ է և որ պիտի գա, որ է և որ է և որ պիտի գա, որ է մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ պիտի գա, եւ Աստված այնպես սիրեց մեզ, որ իր միածին որդին տվեց, որ կյանք ունենանք եւ հավիտյան։ Ապա խորը գիտակցությամբ ասում եմ քեզ, փառք լինի Տեր քեզ, շնորհակալ եմ Հայր, որ է և որ է
մեր Տեր Հիսուսն է նա, որ է եւ որ է եւ որ պիտի գա, որ է եւ որ է եւ որ պիտի գա, որ է եւ որ է եւ որ պիտի գա, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես Տեր, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես Տեր, Սուրբ ես Տեր, Սուրբ ես, Սուրբ ես, Adonai Elohim Sabaoth, Adonai Elohim Sabaoth. Ամեն։ Նա արժան է քո երկրպագությանը, քո սրտին, իրական, որտև իրական սրտի երկրպագությունն է Աստծուն հաճելի, ես այդպես գիտեմ։ Սիրտը պետք է խոսի մտքի հետ և հոգին փառավորվի, ամեն։ Եվ մեր աչքերը քեզ վրա է Տեր, և մեր հայացքը քեզ վրա է Տեր, ամեն ժամանակ, որովհետև դու ես մարդու ծածուկին ներկա գտնվողը Տեր, մարդու սրտի հետ խոսացողը Տեր, վարվողը Տեր, ինչպես քո ստեղծագործությունն է մարդը, որպես հայր, խրատողը Տեր, օրհնողը Տեր, միտք բացողը Տեր, ամեն։ Դու ես Տերը տերերի, թագավորը թագավորների Հիսուս, եւ շնորհակալ ենք Տեր քո արության համար, որ մեզ կյանք ես տվել, այնպիսի կյանք, որ անգամ հավիտենությունն է Տեր, դրա համար ուրախ ենք Տեր, որ գիտենք կա կյանք, էլ ավելիով կյանք կա Տեր, ամեն։ Հայր սիրում ենք քեզ, պաշտում ենք քեզ, քո անունը սուրբ է Տեր։ Հայր սիրում եմ քեզ, պաշտում եմ քեզ, քո անունը սուրբ է, քո անունը սուրբ է, սուրբ է Տեր, քո անունը սուրբ է, սուրբ է մտել է սրբությանդ սրբոցը,
մտել է քո գարան արյունով եկել է ստանալու հոգուտ բոցը եկել է քո սիրով հայ սիրում են քեզ հայ սիրում են քեզ պաշտում են քեզ հայ սիրում են քեզ պաշտում են քո անունը սուրբ է սուրբ է 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 Փառ Տիրոջը կարող է սրտանց փառաբանել Աստծուն, ծափարի Տիրոջը։ Այսօր աշխարհի շատ վայրերում, շատ տեղերում, նաև Հայաստան աշխարհում տոնում են Զատիկը, հարության տոնը, Քրիստոս հարյավ մեռելներից։ Օրհնյալ է նրա հարությունը, հալելույա։ Օրհնյալ է մեր Տիրոջ հարությունը։ Եկող Կիրակի մենք մեծ տոնակատարությամբ նորից կնշենք Զատիկը, կնշենք այս երկրի հետ միասին, այս իշխանությունների պետության, որտեղ այստեղ են գտնվում և տարբեր ազգերի ենք ավետարանում և խնդրում եմ, որ եկող Կիրակի շատերին հրավիրեք, Տեր օրհնի, կարող եք նստել, փառաբանության խումբ կարող եք զբաղեցնել ձեր տեղերը, շնորհակալ ենք, օրհնված լինեք։ Գիտեք, ես ամեն տարի Երբ որ չի համընկնում օրերը, այսինքն օրացույցով, չի համընկնում Զատիկը տարբեր երկրների, տարբեր տեղեր, տարբեր օրացույցներով տարբեր են, Հայաստանի և Ռուսաստանի հարության տոնը միշտ տարբեր է լինում, գրեթե միշտ, եղել են տարիներ, որ համընկել է, սակայն այս տարի նորից չի համընկել, երբ որ չի համընկնում, ես առիթից օգտվելով երկար խոսում եմ Զատիկի մասին, այսինքն ինչ է նշանակում Զատիկ և տալիս եմ գիտություն։ Եկող Կիրակի այսքան մանրամասն չեմ խոսելու որպես գիտություն, այլ ավելի շատ տոն է լինելու, տոնակատարություն, երգ, ուրախություն, փառաբանություն Աստծուն, կերկրպագենք, կփառաբանենք, կլիպներ կունենանք հրաշալի մասեր, սակայն այսօր, քանի որ շատ-շատերը դեռևս չգիտեն ինչ է Զատիկը, նամանավանդ հայ քրիստոնյան չգիտի ինչ է Զատիկը։ Այդ իսկ պատճառով ես խոսում եմ նաև մեծ դիտողների համար, խոսում եմ եկեղեցու համար, խոսում եմ իլուր աշխարհի, թե ինչ է Զատիկ, որտեղ այսօր մարդիկ առանց հասկանալու սա ինչ տոն է, նոր տարին ինչպես որ չգիտակցելով նշում են ճոխ սեղանների շուրջ, պետք է անպայման բուդ լինի, պետք է անպայման չգիտեմ ինչ լինի, այսօր էլ շատերի համար պետք է անպայման լինի չամիջով փլավ ձուկ բանջար, հայրս ենք երևի այսպես սահմանել, այսպես նշանակել կամ մենք մեզ համար որոշել և իբր այսօր միս ուտել չի կարելի և այլն, ես կխոսեմ այս բաների մասին, գիտեք ծիսակատարությունները լավ բան չեն, ծեսը լավ բան չի և կռապաշտությունն էլ ավելի վատ բան է, որտև Աստված ասել է կուռքեր չշինեք ոչ վերը երկնքում, ոչ ցածրը երկրի վրա,
Բայց այսօր շատ մարդիկ չիմանալով, չգիտակցելով նամանավանդ ինձ համար ցավ է, երբ որ հայ քրիստոնյան չի գիտակցում, չգիտի իրական քրիստոնյայի արժեքը, Քրիստոսի արժեքը, նրա երկիր գալու իմաստը, նրա հարության, զորության իմաստը, ինչու համար Հիսուս Քրիստոսը երկիր եկավ, ինչու խաչվեց, որն էր հարությունը, ինչ էր դա նշանակում։ Եվ այս ամենը չիմանալով ուղղակի այսօր մարդիկ ճանապարհին խոսում ենք, իմ աղբերն ասում է, գիտես, երեք եղա հայկական խանութում, ձկան կիլոն Հայաստանից բերածը 5000 ռուբլի, ինչքան քանի կիլո առնես, որ մի ահագին ձուկ ուտես, մի 5 կիլո երևի պետք է, չգիտեմ ինչքան պետք է, որ հավաքվեն ուտեն, դե անպայման այսօր պետք է իշխան ձուկ ուտեն մարդիկ, չգիտեմ ինչ, այսօր պետք է Քրիստոսի հարության, զորության համար մարդը գոհանա Աստծուց, փառաբանի Տիրոջը, գա իրական պաշտամունքի։ Եվ այսօր շատերն էլ մեծ խանդավառությամբ վազում են եկեղեցի, կարծես միայն այսօր է Տերը հարություն առել եւ մնացած կիրակիները իրաց չի վերաբերվում։ Այսինքն էլ չկա կիրակի, էլ չկա հարություն, այսօր առավոտյան Սպարտակ աղբերը զանգեց, ասում է Հիսուս հարություն առել, ասում Սպոջան 2000 տարի առաջ հարություն առել, ամեն կիրակի հարության տոն եք նշում, փառք Աստծուն, հալելույա, որ դու սրա մեջ ես, որ 2000 տարի է մենք նշում ենք, ամեն կիրակի Աստծո պաշտողները գալիս են, պաշտում են Տիրոջը եւ ասում են սա հարության կիրակին է եւ ես շնորհակալ եմ, որ մենք էլ քո այդ հարություն ենք առել եւ ամեն կիրակի գալիս եւ տոնում ենք եւ ասում ենք Հիսուսը կենթանի է, հարություն է առել, Հիսուսը կենթանի է եւ ապրում է մեր մեջ, հաղթանակ է նա մեզ այսօր բարգեւել, հալելույա։ Առաջի Կորինթացիների 5:7 շատ մանրամասն խոսելու, այսօր դասի նման է, շատ մանրամասնորեն խոսելու եմ այսօր անպայման զատիկի մասին, ինչ է զատիկը եւ կարծում եմ, որ եկեղեցին ավելի տեղյակ կլինի տարիներով եւ ավելի կսովորի։ Առաջի Կորինթացիների 5:7 դեն գցեցեք հին խմորը, որ նոր զանգված լինեք, ինչպես որ անխմոր եք, որովհետև մեր զատիկը մորթվեցավ, մեզ համար Քրիստոսը, մեր համար զատիկը Քրիստոսն է, ալելույա, ամեն, Հովանու 3:16-ը գրված է եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հայտնություն 13:8-ում ասում է, ահա մորթված գառը, արյունով ներկված։ Խոսելու եմ շատ այսօր արյան մասին եւ ուզում եմ, որ ամենքս ավելի տեղյակ լինենք արյան մասին։ Հիսուսը հաղթեց մահին։ Առաջի Կորինթացիների 15:55-ում գրված է. Ով մա, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը, մահի խայթոցը մեղքն է եւ մեղքի զորությունը օրենքը, բայց շնորհակալություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, բայց շնորհակալություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթանակ, հալելույա։ Գիտեք, ես սկզբից կգնամ եւ քեզ կպատմեմ եւ մեր դիտողներն էլ թող լսեն այս մասին, ինչու համար Տեր Հիսուս Քրիստոս պետք է գար աշխարհ եւ ինչու պետք է թափվեր արյուն։ Անպայման պետք էր թափվեր արյունը, որտեղ Ծննդոց առաջի գլխում տեսնում ենք արարչագործության սկիզբը, Աստված ստեղծեց մարդը իր պատկերով եւ իր նմանությամբ։ Եվ մարդը դրեց Եդեմական պարտեզի մեջ, եւ մարդը դրվեց եւ ստեղծվեց Աստծո պատկերով եւ Աստծո նմանությամբ։ Եվ Աստված մարդուն ասեց. ամեն ծառի պտղիցը կուտեք, բայց այս ծառի պտղիցը, որ ձեզ արգելում եմ, այս ծառի պտղիցը չուտեք, որովհետև որ օրը դուք ուտեք, այդ ծառից մահով պիտի մեռնեք։ Սակայն մարդը, ունենալով իր հետ կնոջ հետ միասին, ունեցավ իր հետ կինը Եվային, եւ նրանք չնազանդվեցին Աստծուն եւ աննազանդություն Աստծո առաջ ամենամեծ մեղքն է։ Եվ նրանք չնազանդվեցին Աստծուն եւ լսելով հակառակորդին, այսինքն սատանային օծի կերպարանքով որ եկավ, լսելով նրան գայթակղվեցին եւ կերան այն ծառի պտղից, որը Աստված արգելել էր։ Դա կոչվում էր չարի եւ բարի գիտության ծառ։ Ի գիտություն բոլորին այդ չարի եւ բարի գիտության ծառից դուրս էր գալիս գիտություն, բարի եւ չարի գիտություն։ Դա ոչ խնձոր էր, ոչ տանձ էր, ոչ էփլներ, որ շատերն ասում են այս Apple-ը մի բռնեք, որովհետև սա կրծած խնձորն է։
Շորջան, այդպիսի բան չկա, որովհետև չի կարա գիտությունը լինի խնձոր կամ տանձ։ Բարի եւ չարի գիտության ծառից, երբ որ ասեց ուտեք, մահով պիտի մեռնեք։ Սակայն մարդը կերավ ծառի պտղից եւ եկավ ասեց կերա եւ չմեռա։ Ուրեմն Աստված մեզ խաբել էր։ Սակայն Աստված խոսել էր ոչ միայն այդ ժամանակվա ֆիզիկական մահի մասին, որ հենց նույն րոպեին ֆիզիկապես մարդը պիտի մեռներ, այլ հոգևոր մահի մասին, կապը Աստծո հետ եղավ խզում եւ եղավ, որ մարդը հետո էլ կյանքի օրերը կարճացան, պիտի հավիտյան ապրեր մարդը, սակայն մարդը ունեցավ որոշակի սահմանված տարիք եւ այդ տարիքից հետո մարդը մահացավ։ Բայց մարդը պետք է ապրեր Աստծո հետ հավիտյան։ Աստված Եդեմական պարտեզից հանեց մարդուն եւ ասեց գուցե Ադամը արդեն քանի որ կերել է բարի եւ չարի գիտության ծառից եւ ունի մեծ գիտություն, գուցե իր ձեռքը մեկնի եւ կյանքի ծառից էլ ուտի, կյանքի ծառը Քրիստոսն է եւ հավիտյան ապրի։ Գիտեք, եթե հանկարծ Ադամը դա աներ եւ Աստված չարքել էր, որ կյանքի ծառից էլ ուտեր, նշանակում է հավիտյան երկրի վրա պիտի լիներ եւ չարը եւ բարին։ Պատկերացնում եք։ Եթե հանկարծ նաև կյանքի ծառից, հիմա հասկանում եք ինչ եմ խոսում, կյանքի ծառից ուտեր, այսինքն հավիտենական ապրեր, հավիտենական երկրի վրա լինելու էր եւ չարը եւ բարին։ Սակայն չարի վերջը պետք է անպայման գար, այդ պատճառով պետք է այդ համակարգը, չարի համակարգը կանգ առնի մեկ օր, դա հազարամյա թագավորության ժամանակ է, որ պետք է չարի համակարգը կանգ առնի, սակայն դեռևս երկրի վրա իշխում է կամ տիրում է եւ չարը եւ բարին։ Եվ եթե մենք Աստծո զավակներ ենք, պետք է միտք ունենանք տարբերելու չարը բարիից, որտեղ այդ ծառի պտղից կերավ Ադամը եւ եկավ Քրիստոսը, որպիսի մեկ օր վերջնականապես վերջ դնի չարի համակարգին։ Եվ պետք էր, որ մարդը արդարանար։ Ինչպես պետք է մարդն արդարանար եւ ով է արդարացնողը։ Արդարացնողը միայն կարող է լինել մեզ համար եւ ամայն աշխարհի մարդկության համար միայն Աստված։ Մեղքերի թողություն տալով, սակայն ինչպես։ Երբ որ մարդը մեղանչեց, Աստված գրված է կաշվից հանդերձներ հագցրեց Ադամին եւ Եվային եւ նրանց այդ ժամանակ դուրս հանեց։ Այսինքն առաջին զոհը եղավ Աստված արեց առաջին զոհը եւ թափվեց արյուն, որովհետեւ երբ որ Ադամը սա արեց, Աստված ասեց ինչ ես դու արել, այսուհետեւ անիծյալ լինի երկիրը քո պատճառով։ Գիտեք, Աստված ինչ որ օրհնում է, երբեք չի անիծում, Աստված իր օրհնածը չի անիծում, Աստված իր տվածը հետ չի վերցնում, Աստված անիծող Աստված չէ, Աստված օրհնող Աստված է, սակայն երբ որ մարդը չի կատարում Աստծո արածը, Աստծո ասածը եւ քանդում է օրենքը կամ կանոնները, ինստինքտիվ ընկնում է անեծքի, կախարդության, աննազանդության մեղքի մեջ, որտեղ աննազանդության մեղքը կախարդություն է, Աստվածաշունչն է սա փաստում։ Եվ քանի որ մարդը աննազանդության մեղքի պատճառով կախարդվեց, նրան պետք էր ուղղակի մեղքերի թողություն եւ առաջին անգամ մարդու համար մեղքերի թողություն Ադամի համար արեց Աստված, նրան կաշվի հանդերձներ հագցրեց եւ հանեց Եդեմական պարտեզից, այսպես խոսելով արյան փրկության մասին, արյուն, փրկությունը միայն արյունով է։ Եվ մարդու պատճառով, նորից եմ ասում, մարդու պատճառով անիծվեց երկիրը, անիծվեց երկրի պտուղը, անիծվեցին երկնքի թռչունները, երկրի գազանները, ամեն բանի վերջը եկավ եւ եկավ անեծքը։ Սակայն Աստված հրաշալի կերպով խոսեց արյան մասին եւ ասեց, որ ես ձեզ համար նախասահմանում եմ փրկության հրաշալի ծրագիր, ուզում եմ ուշադիր լինես, Ծննդոց 3:16-ը միասին ուզում եմ որ նայենք։ Ծննդոց 3:16 Եվ կնոջը ասեց, չէ, ավելի շուտ 15-ից կկարդամ, եւ ես թշնամություն եմ դնում, սատանային ասում, քո եւ կնոջ մեջտեղը, եւ քո սերունդի եւ նրա սերունդի մեջտեղը, եւ նա քո գլուխը կջարդի, դու նրա գարշապարը կխայթես եւ նա քո գլուխը կջարդի։ Նշանակում է Աստված մարդու համար ունեցավ հրաշալի ծրագիր, կնոջից ծնված սերունդը
Այսինքն կնոջից պետք է ծնվեր Քրիստոսը եւ Քրիստոսը պետք է ջարդեր սատանայի գլուխը։ Սատանան վերցրեց ողջ իշխանությունը մարդուց, Աստված մարդուն տվել էր իշխանություն ամեն բանի վրա, երկրի վրա իշխող ամեն բաների վրա, եւ այդ ամենը սատանան իրավունքով վերցրեց մարդուց, այդ իսկ պատճառով մարդը թշնամություն ունեցավ Աստծո հետ։ Հիմա դուք ասես ինչպես թշնամություն մեղքի պատճառով։ Եվ սակայն մարդու համար, Ադամի համար մարդը խոսեց այդ ծրագրերի մասին եւ խոսեց, որ ինչ պետք է լինի, կույսը պիտի հղիանա եւ կույսից պետք է ծնվի սերունդ, որ այդ սերունդից եկող Քրիստոսը խոսեց արդեն Ադամին այդ մասին Աստված եւ ասեց փրկությունը միայն արյունով է եւ ինչպես որ ես քեզ այսօր արդարացրեցի կենթանիների արյունով, այդպես էլ մեկ օր կգա Քրիստոսը երկիր, կնոջից ծնվածը, կույսը կհղիանա եւ դրանով վերջ կտրվի չարի համակարգին։ Այսինքն սատանայի գլուխը կջախջախի, սա հզոր համար է, Ծննդոց 3:15-ն է։ Ես խնդրում եմ, որ այս համարը միշտ ունենաք եւ հիշեք, որ կնոջից ծնված սերունդը, այսինքն կույսը պիտի հղիանար, Եսայա 7-րդ գլուխ, եւ պետք է ծներ Քրիստոսին եւ Քրիստոսը պետք է դներ չարի համակարգի վերջը։ Այսինքն այսօր երկրի վրա նա իշխանություն չունի Աստծո ոչ մի զավակի վրա, որովհետև Աստծո զավակները այսօր ունեն իշխանություն դևի վրա, դևի զորքի վրա, նրա բոլոր համակարգի վրա, եւ ես նրա ականատես եւ վկան եմ եւ կարող եմ փաստել եւ ասել միլիոնավոր մարդկանց համար մենք աղոթում ենք, մարդիկ ազատագրվում, բժշկվում են, որտեղ մինչեւ Հիսուս Քրիստոսի գալուստը երկրի վրա չկար այդ իշխանությունը եւ մարդը չուներ իշխանություն սատանայի ամբողջ զորքի վրա, սակայն այսօր մենք այդ իշխանությունը ունենք։ Եվ հիմա խոսեմ արյան մասին, եւ քանի որ Ադամին տրված էր հասկանալու արյունով է փրկությունը, իր երեխաներին սովորեցրեց, երբ որ նա որդիներ ունեցավ Կայենը եւ Աբելը, գրված է, որ եւ Աստված նրանցից զոհ ուզեց եւ ասեց իմ առաջ բերեք ձեր ընծաներն ու զոհերը։ Եվ գրված է, որ Կայենը ինքը հողագործ էր, բայց Աբելը անասուն պահող էր, եւ քանի որ Ադամը շատ լավ բացատրել էր նրանց, որ գիտեք երկիր անիծված է, երկրի պտուղ անիծված է, անիծված չէ միայն արյունը, երկու որդիները պետք է կարողանային լսեին, ինչ է ասում հայրը։ Գիտեք շատ կարևոր է սիրելի եկեղեցի, որ մենք ունենանք լսելու ականջ։ Հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Տեսեք, կա ընդամենը երկու որդի։ Որդիներից մեկը դասը լավ է սովորում, մեկը վատ է սովորում։ Եթե դու Աստծո առաջ արյուն չբերես, որովհետև փրկությունը միայն արյունով է, փրկությունը հավատքից է, եթե դու ինչքան էլ գործեր անես, փրկությունը գործերից չէ։ Որքան ուզում ես ամենալավ գործերն արա, դու չես փրկվելու, որտեղ փրկությունը միայն հավատքից է, այն էլ արյան շնորհիվ։ Եվ ասեց, երբ որ Աստված ձեզանից զոհ ուզի, դուք միայն արյունով կարող եք նրա առաջ գալ, որովհետև ամեն բան անիծված էր երկրի վրա, անիծված չէր միայն արյունը, ասա անիծված չէր միայն արյունը, որովհետև հոգին արյան մեջ է։ Աստվածաշունչը փաստում է եւ ասում է հոգին արյան մեջ է։ Այդ իսկ պատճառով, երբ որ ասեց ընծաբեր, տեսեք մի որդին դասը լավ չի սովորել, ամբողջ գիշեր գնաց այդ իր լավ պտուղներից, մտածեց, որ իմ արած գործերով կարող եմ Աստծուն հաճեցնել, բայց Եբրայեցիների 11:6-ում գրված է, առանց հավատքի անհնարին է Աստծուն հաճելի լինել։ Եվ քանի որ չէր հավատացել Կայենը, որ փրկությունը արյունով է, իր ձեռքի գործերից, այսինքն իր մշակած պտղից բերեց Աստծուն զարմացնելու։ Ես եկել եմ քեզ զարմացնեմ, տես ինչ լավ եմ մշակել, տես ինչքան բաներ կարամ քո համար անեմ, տես ինչքան գործ եմ արել, եւ այդ ամենը բերեց Աստծո առաջ, բայց Աբելը լավ էր սովորել դասը Ադամից։ Եվ գիտեր, որ առանց արյան չկա թողություն, եւ արյունն է, որ ներում է, արյունն է, որ սրբում է, այդ իսկ պատճառով նրա առաջ բերեց կենթանու զոհ, այսինքն բերեց արյուն։ Աստված նայեց եւ ընդունեց Աբելի զոհը, որովհետեւ փրկությունը նորից եմ ասում արյունով է, բայց Կայենի զոհին հավան չէր։ Գիտեք, սիրելի եկեղեցի, եթե դու այսօր ամբողջ օրը մտածում ես, ես կարամ անեմ,
ես իմով եմ, ես կարող եմ իմ կատարած գործերով Աստծուն հաճեցնել, երբեք չես կարող։ Փրկությունը հավատքից է եւ անողն էլ Աստված է։ Միայն Աստված կարող է փրկել, ազատել, միայն Աստծո արյունն է, որ կարող է ներել եւ բժշկել։ Եվ քանի որ այդ դասը լավ չէր սովորել, Աստված չհավանեց նրա զոհին, քթերը կախեց։ Չհասկացավ այդպես էլ, ինչու համար Աստված իր զոհը չի ընդունում։ Գիտեք, երբ որ Աստված քեզանից ինչ-որ բան չի ընդունում, մի պահ կանգ առ, ոչ թե նեղացի Աստծուց, այլ հարցրու, Տեր, ինչու իմ զոհերը չես ընդունում, ինչու իմ արածը քեզ հաճելի չի։ Եվ Աստված կասի, որովհետև դու կախված չես այլևս ինձանից։ Գիտեք, այսօր ես այստեղ մտածում եմ, որքան ենք մենք կախված Աստծուց։ Մեկը ես շատ եմ իրանից կախված, անդադար ասում եմ, Տեր, եթե դու անես, դա կլինի, Տեր, իմ համար անհնարին է այդ ամենը, բայց քո համար հնարավոր է, Տեր, ես չեմ կարող այդ ամեն ինչ անեմ, բայց որը որ դու ասեցիր, ես կարամ, ուրեմն քո վիճակը շատ վատ է, ուրեմն դու իրականում սկսել ես լիտայց անել, մի օր թևերդ կարող է պոկվեն։ Դրա համար, երբ որ դու ասում ես, Տեր, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, անողը Աստված է, փրկողն Աստված է, բժշկողն Աստված է, տվողը Աստված է, օրհնողը Աստված է, եթե դու չանես, ես ոչինչ չեմ կարող անել, Տեր ընդունիր իմ զոհերը, Տեր ընդունիր իմ ընծաները, Տեր ընդունիր իմ ֆինանսները, Տեր ընդունիր իմ այսօրվա գոհության աղոթքը, Տեր ընդունիր իմ շնորհակալական խոսքը եւ այլն, եւ սա կլինի Աստծո համար ընդունելի սուրբ պատարագ, որ կբերես Աստծո առաջ գոհությունով։ Ես հավատում եմ, որ փրկությունը արյունով է, եւ եթե այսօր մենք եկել ենք այստեղ, ուրեմն հավատում ենք, որ դու հարություն ես առել մեր մեղքերի համար, Տեր Աստվածս գնացիր, արյուն թափեցիր եւ միայն դու ես, որ կարող ես փրկել եւ ազատել։ Եվ երբ որ Աստված չընդունեց Կայենի զոհը, եղավ եղբայրասպան առաջին պատերազմը երկրի վրա, եւ Կայենը փոխարեն նեղանալու Աստծուց պիտի գնար ասել, բա ինչ անեմ, Տեր, երևի ես լավ չեմ հասկացել, ինչ է ինձ բացատրել իմ հայր Ադամը, ընդհակառակը վերցեց ասեց, դե որ իմ աղբոր զոհ ավելի լավն ես, իմ աղբորը կսպանեմ։ Եվ առաջին եղբայրասպան պատերազմը տեղի ունեցավ երկրի վրա 6000 տարի առաջ եւ իր եղբորը սպանեց, բայց Տերը մինչեւ այս զգուշացրեց, ասեց, լսի, Կայեն, ահա մեղքը դռանդ առաջ պառկած է։ Եթե դու հիմա վեր կանաս եւ իշխես մեղքի վրա, մեղքը չի կարա քո վրա իշխի, բայց եթե դու հենց այս պահին չիշխես այդ մեղքի վրա, մեղքը կիշխի քո վրա։ Եվ քանի որ ինքը չկարողացավ իշխել մեղքին, մեղքը իշխեց իրան։ Ժորժ ջան, իշխեք մեղքի վրա։ Ինչքան կարողանում եք այսօր իշխեք մեղքի վրա, որ չթողեք մեղքը ձեր վրա իշխի։ Այդ իսկ պատճառով եղավ առաջին եղբայրասպան պատերազմը եւ մինչեւ այսօր էլ երկրի վրա տեղի ունենում եղբայրասպան մեծ պատերազմներ։ Կարող եք մի բան բացել, շատ շոկ է։ Ուրեմն այսօր կխոսեմ արյան մասին եւ կխոսեմ Զատիկի մասին եւ տեսանք, որ տեղի ունեցավ առաջին պատերազմը եւ Կայենը աստանդական թափառական եղավ երկրի վրա եւ Հաբելին էլ սպանեցին անմեղ տեղը, որ նա ուղակի ճիշտ զոհ էր մատուցանել Աստծուն։ Ես այսօր ուզում եմ ճիշտ զոհ մատուցանել Աստծուն, իսկ որն է ճիշտ զոհաբերությունը, գոհության աղոթքն է առ Աստված։ Ես կգոհանամ քեզանից, Տեր, եւ կասեմ, փառք լինի քեզ քո թափած սուրբ արյան համար, ամեն։ Կխոսեմ 5 կտակարանային Զատիկ, նոր կտակարանային Զատիկ երկնքում։ Ես կխոսեմ արյան մասին։ Հրյաները ունեին 3 մեծ տոն։ Ինչու հրյաները, որովհետև Աստված նախասահմանեց եւ ի սկզբանե ընտրեց մի ժողովուրդ հրյաներին, որ հավատքի ժողովուրդ էին, ժողովուրդ, որ պետք է ժողովուրդ, որ ի ծնե ի բնե ժողովուրդ չէին, այսինքն տարբեր երկրներից ասորիններ, այս ժողովուրդներ պիտի գային հավատալով արյանը, արյունով պիտի փրկվեին եւ դառնային մի ժողովուրդ, որ պետք է կոչվեին հրյաներ, այսինքն Աստծո ընտրյալ ժողովուրդ, ով հավատում էր արյանը։ Նրանք ունեին, հրյաները ունեին 3 մեծ տոն՝ տաղավարահարած, Զատիկ եւ Պենտեկոստե։ Այս 3 տոները պետք է նշեին, ինչ է նշանակում Զատիկ, Զատիկ նշանակում է տեսնել եւ անցնել, այսինքն մահը կողքով անցավ։ Գիտես, այսօր շատերը չգիտեն ինչ է Զատիկը եւ ասում են, գիտես ինչա նշանակում Զատիկ, արդարին անարդարից Աստված եկավ զատեց։ Եթե երկրի վրա մի արդար կար, ուրեմն պետք է զատեր։
Բայց քանի որ երկրի վրա մի արդար չկար, ամենքը մեղաչեցի եւ Աստծո փառքից պակասեցին, այսինքն ումից զատեր, մեղավորից չկար զատում, ումից էր զատում։ Այսինքն կողքով անցնել, ինչ է նշանակում կողքով անցնել, այն մարդկանց վրա, որ քսված լիներ արյունը, այն դրան վրա, այն տների վրա, որ քսված լիներ արյունը, Աստված պետք է տեսներ արյունը եւ անցներ։ Ինչ էր դա նշանակում։ Դա նշանակում է կողքից անցնել։ Ուրեմն Ելիս 12-րդ գլխում գրված է, որ երբ որ փարավոնը շատ երկար բարակ չկարդամ, տանը հանձնարարություն կգնաս եւ կկարդաս, Ելից 12 գլուխն է սա, երբ որ Իսրայելի ժողովուրդը գնացին Եգիպտոս, այսինքն ոնց եղավ որ գնացին Եգիպտոս, գիտենք Հովսեփի պատմությունը, որ Հովսեփը գնաց Եգիպտոս, հետո նրա հետևից եկան եղբայրները, եկավ հայրը եւ այդտեղ ձևավորվեց այդ մեծ ժողովուրդը, բայց Աստված դա տվել էր նրանց ժամանակավոր։ Նրանք պետք է մնային Եգիպտոսում ժամանակավոր, բայց մեկ օր պիտի դուրս գան եւ գնային խոստմունքի երկիր, որն էր Իսրայելը։ Եվ պետք է դուրս գան եւ գնային խոստմունքի երկիր, կաթումեղր բխող երկիրը։ Ժորժան, մի կարճ ժամանակ կբացենք, ելի կփակենք, լավ, շատ մի վախեցեք ցրտից։ Եվ քանի որ Աստված 430 տարի նրանք Եգիպտոսում գերի էին, Աստված նրանց մեկ օր պիտի հաներ գերությունից եւ եկավ եւ փարավոնին ասեց փարավոն թող իմ ժողովուրդը գնա։ Սակայն փարավոնը թույլ չէր տալիս, որ ժողովուրդը դուրս գար Եգիպտոսից եւ գնար, դե մեծ ժողովուրդը լավ ուժը գործ են անում, ստրուկի նման էին արդեն դարձել, ով կթողի որ ստրուկները գնան, այդքան մեծ ժողովուրդ 1.5 կամ 3 միլիոն, այդ թվերը հարաբերական են, այդքան մեծ ժողովուրդ ստրկության մեջ էին Եգիպտոսում։ Սակայն երբ որ ասեց փարավոն թույլ տուր որ ժողովուրդը գնա չգնացին, տարբեր տեսակի արհավիրքներ, տարբեր տեսակի բաներ բերեց, սակայն չլսեցին, եւ Աստված սահմանեց մի բան, ասեց ամեն տուն թող գար առնի, լսում եք, դա զատկական գարի Քրիստոսի խորհուրդներ։ Ամեն տուն թող մի գար առնի եւ այդ գարը թող մորթեն մինչեւ երեկո եւ այդ գարը լինի անարատ, այդ գարը լինի այսպիսին եւ այդ գարը մորթեք եւ արյունը քսեք ձեր տան դռների վրա եւ դռանդիկների վրա, սեմի վրա, երբ որ ես գամ եւ այդ արյունը տան դռան վրա տեսնեմ, պիտի անցնեմ, նշանակում է կողքով անցնել, բայց դռան վրա, որ չտեսնեմ արյունը, այդ ունը պիտի զարկեմ։ Եվ հրեաները, քանի որ լսեցին Աստծո խոսքը, ինչպես Աբելը, հասկացա, որ փրկությունը միայն արյունով է, վերցեցին եւ իրաց տան դռան սեմի վրա, ամբողջի վրա քսեցին արյուն, որտեղ այդ գիշեր մահվան հրեշտակը պետք է անցներ։ Եվ մահվան հրեշտակը եկավ եւ ամեն տան դռան վրա, որ տեսավ արյունը, կողքով անցավ, նշանակում է կողքով անցնել, դա զատել բառը չի, կողքով անցնել։ Այսինքն կողքից անցավ եւ այդ դռների վրա, այդ տների մեջ մահ չեղավ։ Սակայն տան դռան վրա, որ արյուն չկար, այդ տներում ամեն մեկի առաջնեկը զարկվեց, ընդ որում նաև փարավոնի առաջնեկը, փարավոնի որդին էլ մեռավ։ Եվ մեծ սուգ եղավ ողջ Եգիպտոսում։ Եվ այդ էր պատճառը, որ սահմանեց Աստված զատիկ եւ ասեց ամեն տարի այսօրը թող հրեաները նշեն զատիկը։ Հրեաները մինչև օրս նշում են զատիկը, այսինքն գառ են մորթում, իրենց տան դռան վրա քսում են վերջը չգիտեմ քսում են թե չեն քսում, բայց ամեն տարի այսօրը ուտում են զատիկը, որովհետև իրենց համար Քրիստոսը դեռևս երկիր չի եկել։ Մեզ համար Քրիստոսը եկել է երկիր, որտեղ մենք հավատում ենք, որ նա եկավ երկիր, նա մեռավ եւ հարություն առավ մեր մեղքերի համար եւ այսօր էլ հարություն է առել։ Երբ որ մենք երեխա էինք, մենք չգիտեինք այդ մասին։ Մենք չէինք հասկանում, որ այդ գառի արյուն քսելը ճակատներին ինչա նշանակում, որ դա եկել է 5 տականից եւ կամա թե ակամա մատաղ էինք անում։ Հիշում եք ովքեր են արել, մենք շատ մատաղ ենք արել, բոլորս արել ենք այդ մատաղը, չհասկանալով, որ մենք անարգում ենք Քրիստոսի արյունը կատարած, եւ երբ որ մատաղ էինք անում, գառը այդ խեղճ գառին տանում էինք այն ասեք որտեղ էր, որ բարձրանում են Գեղարդ, հանում էինք Գեղարդ, այդ խեղճ գառը շոքին մի հատ մորթվելու է քիչա, մի հատ էլ
հանում ենք ու հանում, ոնց որ Գողգոթան էինք հանում, էլի, ոնց որ Քրիստոսը Գողգոթա բարձրացավ։ Այդ խեղճ գառը լեզուն հանած, տանում ենք, քիչա մի հատ էլ աղվեք անում, լցնում ենք բերանի մեջ, մի հատ էլ դնում մորթում էինք այդ խեղճ կենթանուն, մի հատ էլ վերցնում էինք արյունը քսում էինք մեր ճակատների վրա, իբր գառան արյունով ենք մենք փրկված։ Սա վատ ծիսակատարություններ, որ մենք անում ենք, որովհետև մենք անարգում ենք Քրիստոսի արյունը։ Գիտեք, միայն մշտնջենական զոհը Քրիստոսն է։ Քրիստոսից հետո նորից գառ մորթելը, Աստվածաշունչն ասում է գառ մորթողը շուն է մորթում։ Դա կռապաշտություն է։ Եվ մենք կուրքեր էինք անում, չհասկանալով կռապաշտություն էինք անում, եւ հետո էլ ամենալավ մասը, այդ զիստի մասը կամ բանը տանում ենք, տալիս ենք քահանաներին, քահանաներն էլ մեջ չէին բացատրում, որ չի կարելի կենթանի արյուն թափել, այն էլ ճակատներին քսել եւ այլն, եւ այսպես կույր հավատքով մենք գնում էինք առաջ։ Բայց փառք Աստծուն, որ եկավ մեկ օր ժամանակը, որ Աստված մեզ բերեց Աստված ճանաչողության, եւ փառք Աստծո, որ քահանաներն էլ այսօր մի տեսակ հասկացել են այս մասին, գիտեն, որ անում են, բայց դες չեն անում, Ժաննա Քուրջան։ Հիմա մի քիչ փոխել են ստրատեգիան, ասում են բերեք աղը լցրեք, բերեք աղը օրտնենք տարեք, ոչ թե կենթանին բերեք, այլ աղը բերեք օրտնենք տանենք, իբր աղ ենք օրտնում, գնացեք ձեր կերակուրը թող օրտնված լինի, այսպես, եւ չեն ընդունում այլ այդ զոհը, այսինքն, քանի որ իհարկե բողոքարկվել է, որ ինչպես կարելի է տարիներ, դարեր ժողովրդին չասել ճշմարտությունը։ Շորջան, մենք պետք է տարիներով ոչ թե մնանք կույր հավատացյալներ, այլ իրական հավատացյալներ եւ մարդկանց էլ սովորեցնենք, որ զատկական գառը, գառնուկը Քրիստոսն է, մենք չպետք է անարգենք Քրիստոսի արյունը եւ պետք է հավատանք, որ Քրիստոսն է միակ միջնորդը։ Ղուկաս 22 գլխում գրված է զատկական գառը Քրիստոսը, 22-ի 1-9-ից գրված է, որ ահա զատկական գառը Քրիստոսը, մեր զատիկը, նոր կարդացի Քրիստոսը մորթվեցավ, եւ Ղուկաս 22:16-ում գրված է զատիկ երկնքում, երբ որ նա հարությունից հետո հափշտակությունից հետո մենք գնանք երկինք, նա իր ղենջակը կկապի եւ իր ժողովրդին կընդունի եւ զատիկը կլինի նաեւ երկնքում։ Եվ մենք նրա հետ գառան հարսանիքին կմասնակցենք 7 տարի։ Ամեն Աստված մեզ համար բացի 7-ամյա այդ երկնային քաղաքացիությունը, որ մենք պետք է 7 տարի լինի գառան հարսանիքը, Փեսայի հարսանիքը եկեղեցու հետ, նաև պետք է լինի 1000-ամյա թագավորություն երկրի վրա եւ պետք է լինի հավիտենական կյանք, ասա ես հավիտենական կյանքի եմ սպասում, ամեն։ Զատկական գառը պետք է մորթվեր ուրիշի մեղքերի համար։ Հիսուս Քրիստոսը միակ արդարն է, միակ մեկն է, որ երբեք մեղ չի գործել, նա պետք է վերցներ մեղքը իր վրա։ Ուզում եմ, որ մի քիչ արագ գնանք։ Եսայա 53:5-ը խոսում է Աստծո մասին, ինչու համար նա եկավ երկիր, գրված է, նա մեր ցավերը վերառավ, Եսայա 53:5-ը, մեր անօրենության պատիժը նրա վրա դրվեց եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Քանի որ մի արդար չկար, նա բոլորիս մեղքերը, Հիսուս Քրիստոս եկավ երկիր, մեր բոլորի մեղքերը իր վրա վերցրեց եւ մենք նրա վերքերով արդեն բժշկված ենք։ Ինչ որ մեկը թող այսօր հավատա դրա եւ ասի, ես բժշկված եմ Տեր Հիսուս Քրիստոսի վերքերով։ Գաղատացիների 3-րդ գլխում գրված է. Այլևս անեծք չկա, որտեղ Հիսուս Քրիստոսը մեզ համար վերցրեց բոլորիս անեծքը։ Երբ որ դու մտածում ես, որ կա ժառանգական անեծք, ապա հիշի, առաջի Ադամը իր մեղքերով հանդերձ, առաջին Ադամը, որ կար, Ադամի միջից եղած բոլոր ժողովուրդը, ով որ հավատաց Քրիստոսին, վերցրեց եւ դրվեց Քրիստոսի մեջ։ Ամեն։ Հիսուս Քրիստոսը մեզ համար հավիտենական կյանք է խոստացել։ Ինչ որ մեկը թող ասի, հավիտենական կյանք է խոստացել։ Եբրայեցիների 12:24-ում գրված է, բայց Հիսուսի արյունը բարեխոսում է։ Ուրեմն գրված է, որ Հաբելի արյունը մինչև այսօր բողոքում է երկնքում։
բայց Քրիստոսի արյունը մինչև այսօր մեր մեղքերի համար բարեխոսում է։ Նշանակում է, երբ որ եղավ եղբայրասպան պատերազմը, մինչև այսօր Աբելը բողոքում է։ Ինչի ինձ օրինակ սպանեցին։ Մարդը բողոքում է, չէ՞։ Անդադ իր անձի իրավունքներն է, կարող է կանջատել։ Իր անձի իրավունքներն է փնտրում, բայց Հիսուս Քրիստոսը այսօր էլ երկնքում իրան սպանած, իրան մորթած մարդկանց համար երկնքում նստած բարեխոսներն է։ Մեզ համար միակ միջնորդը եւ միակ բարեխոսը Քրիստոսն է, ոչ Մարիամն է, ոչ Պողոսն է, ոչ Պետրոսն է, ոչ Հակոբոսն է, ոչ Հովանեսն է, ոչ Ղուկասն է, ոչ մեկը չեն, Ժորժան, ոչ մեկ մեզ համար բարեխոս չի, միակ բարեխոսը Տերն է։ Եվ այսօր եթե մարդիկ գնում են տաճարներ եւ կանգնում են, ասում են Սուրբ Սարգիս մեզ փրկի, չգիտեմ ինչ, Մարիամ Աստվածածին մեզ փրկի, դրանք գրապաշտությունա, Ժորժան, որովհետեւ կա մեկ միջնորդ, հիմա ես կկարդամ, կա ընդամենը մեկ միջնորդ Աստծո եւ մարդու միջեւ, եւ այդ մեկ միջնորդն էլ միջնորդություն արեց իր արյան շնորհիվ, իր կյանքը զոհելով, ինչպես որ Հովհաննես եղբայրը այսօր կարդաց, եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, Հովանու 3:16, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, ում ավատան Աստծուն, ում ավատանք։ Գիտեք, այսօր Աստված ուզում է, որ մենք մի տեսակ ավելի շատ գնահատենք այն արյունը, որ թափվել է մեզ համար։ Եբրայեցիների 12:24 գրված է. առաջին եւ վերջին զոհը Աստված է։ Ինձ հետ ես։ Առաջին եւ վերջին զոհը Աստված է։ Կա ընդամենը մեկ միջնորդ Աստծո միջև, դա Հիսուսն է։ Քավությունը մարդկային մտքից վեր մի բան է, քավություն։ Նշանակում է մեղքերի ոչ թե ծածկել, այլ մեղքերը քավել։ Ինչ է նշանակում քավություն, այսինքն քո մեղքերը քաված են, դու այլևս մեղավոր չես։ Պատկերացնես մարդը 60-70 տարի մեղք է գործել, մարդը չգիտեմ ինչեր է գործել, եւ հանկարծ մեկ օր հասկանում է, որ Տեր, քո արյունը կարա ինձ ների, քո արյունը կարա ինձ փրկի, քո արյունը կարա իմ մեղքերը ամբողջովին քավի։ Ես ներողություն եմ խնդրում երկնքի եւ երկրի առաջ, Աստվածին, որտեղ մեղանչել եմ միայն քո առաջ, եւ Տերը ասի, ես ներում եմ քո բոլոր մեղքերը եւ այդ մեղքերը գցում եմ իմ մեջքի հետևում եւ այլևս չեմ հիշելու։ Դուք պատկերացնում եք դա ինչա։ Այլևս ես չեմ հիշելու դու ինչ ես արել։ Մարդը 60-70 տարի չգիտեմ ինչեր է արել եւ հանկարծ Աստված ասում է, որ դու հավատացիր, որ միակ փրկիչը ես եմ, որ ես եկել եմ մեղավոր մարդու համար եւ ես ներում եմ քո բոլոր մեղքերը եւ դու հավատում ես, նշանակում է Աստված քո մեղքերը այլևս երբեք չի հիշելու։ Հովանեսը, երբ որ Հիսուսին տեսավ, Հովանու ավետարան 1:29-ում ասեց. ահա զատկական, ահա գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Ահա գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Գիտեք, ես ոչ մի եկեղեցու դեմ չեմ, սակայն դեմ եմ բոլոր տեսակի ծիսակատարություններին։ Որտեղ որ ճշմարտությունը չի ուսուցանվում, ես դրան դեմ եմ։ Եվ Աստվածաշունչն էլ է դրան դեմ։ Եվ ասում է, ով որ մի բառ ավելացնի կամ պակասեցնի, նրա կյանքի օրերից կպակասեցվի եւ նրա կյանքի դառնությունները կշատանան, եթե ավելացնի։ Նշանակում է Աստվածաշունչը ավելացնել կամ պակասեցնել չի կարելի, ինչ որ գրված է, արդեն գրված է։ Եվ մենք պետք է հասկանանք, որ ճշմարտությունը պետք է սովորեցնենք մեր սերունդներին։ Եվ դարեր մենք մեր սերունդներին պետք է ասենք, լսեք, ժողովուրդ, դուրս եկեք կռապաշտությունից։ Մարդը սիրում է նկար պաշտի, նկարը տեսավ, հա, գնամ ես նկարին աղոթեմ, փայտը տեսավ, այս ինչին։ Նորից եմ ասում, ես դեմ չեմ, ես չեմ բողոքարկում։ Իհարկե մենք բողոքական եկեղեցի ենք, բայց ես ոչ թե բողոքարկում եմ, այլ այսօր կոչ եմ անում։ Խոսում եմ, որ սիրելի քահանաներ, սիրելի ավետանական եկեղեցիներ, սիրելի Աստծո ամբողջ ժողովուրդ, համայն աշխարհի մարդկություն, ճշմարտությունը ասեք մարդկանց, որովհետև երբ որ հրեշտակին տեսավ առաքյալը եւ ուզեց նրա առաջ ծնկի, ասեց նզովյալ լինես դու։ Գրված է միայն քո Տեր Աստծուն պաշտիր եւ միայն քո Տեր Աստծուն երկրպագիր։ Առաջին պատվիրանն է՝ սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ողջ էությամբ, եւ երկրորդ պատվիրան սա է՝ կուրքեր չունենաք, ոչ վերը երկնքում, ոչ ցածրը երկրի վրա, ոչ մարդկային նմանությամբ, ոչ որևէ բանի նմանությամբ։ Ինչ
Դա նշանակում խաչ պաշտել։ Ինչ է դա նշանակում։ Խաչը դա անեծքի խորհուրդն է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Խաչը միջոց էր, որի վրա պիտի Հիսուս Քրիստոսը մեռներ։ Գրված էր. անիծյալ լինի ամեն փայտից կախվածը։ Անիծյալ լինի ամեն փայտից կախվածը, ով փայտից կախված լիներ, պետք է անեծքի տակ մտներ։ Հիսուս Քրիստոսը ինչ արեց Գաղատացիների 3:13 եւ ասում է նա մտավ անեծքի տակ, որ անեծքի տակ եղողներին ազատի։ Նա մտավ անեծքի տակ, մեր համար անեծք դառավ, որ ամեն անեծքի տակ եղողներին արձակի։ Հասկանում եք, դա ինչ է նշանակում։ Այսինքն խորհուրդներ խաչի վրա մեռնողը այնքան պիտի անիծյալ լիներ, որ նրան խաչի վրա մեռնելուց հետո 3 օր պիտի թողեին խաչի վրա, հետո տանեին անգամ թաղում չկար այդ մարդկանց համար, հասկանում եք ինչ էր դա։ Հիմա այսօր մարդիկ խաչ են պաչում։ Գնում են, չգիտեմ, էլ խաչը պաչեն, էլ չգիտեմ ինչ անեն, այս խաչը չեն կանում, այս մեկի վրա Քրիստոսը կա, այս մեկի վրա չկա, այս Ժորժան հերիք է, ծիսակատարություններից ես դեմ եմ, եւ այսօր ամեն ծիսակատարությունները, ամեն սատանայի գործերը քանդված է Հիսուսի անունով, կամ հալելույա, կամ Մարիամը, սիրելի Աստծո ժողովուրդ, Մարիամը ինքը չի հավատացել, ինքը որ կույսը հղիացավ, եւ ինքը որդի ունեցավ, որ հեշտակը նրան եկավ եւ ասեց, որ դու կհղիանաս եւ զավակ կունենաս, ինքը որ Սուրբ Հոգուց հղիացավ, մինչեւ վերջ դեմ էր Հիսուսին։ Մինչեւ վերջ եկան ասեցին մայրդ եւ եղբայրներդ քեզ կանչում են, ասում են գժվել ես, ասեց ով է իմ մայրը եւ իմ եղբայրները։ Նա ով կատարում է իմ հոր կամքը։ Մինչև վերջ չկարողացավ Մարիամը, իր մայր Մարիամը չդարձավ աշակերտ։ Մարիամ Մագդաղենացին, որից 7 դև էր հանել, Հիսուսը դարձավ աշակերտ, բայց իր մայր Մարիամը չէր դառնում այն մեկից, այն սուրբից, որ ծնվեց, սուրբ նշանակում է սրբված Հիսուսի արյունով։ Սրբերին չենք պաշտում, Աստծուն ենք պաշտում։ Պաշտում ենք միակ Աստծուն, լսի Իսրայել, մեկն է քո Աստվածը, ուրիշ աստվածներ չունենաք։ Մարիամն Աստված չի, Պողոսն Աստված չի, Պետրոսն Աստված չի, նրանք սրբված մարդիկ են, որ Աստծո ծառայողներ են, նրանց չենք պաշտում, պաշտում ենք միակ Աստծուն, միայն Աստծուն, Աստծուն եւ Աստծուն, հալելույա Տիրոջը։ Բայց այսօր այն Մարիամին, որ անգամ ամենավերջում նոր գլխի ընկավ ինչա կատարվում, երբ որ նա խաչի վրա ասեց ով կին, ահա քո որդին ցույց տալով Հովհաննեսին, եւ Հովհաննեսին ասեց ով Հովհաննես, ահա քո մայրը, մենք այսօր շատ եկեղեցիներ մայրամապաշտ են դարձել։ Թողելով Աստծուն, այսօր շատ եկեղեցիներ պաշտում են Մարիամին, Սիրելի մարդ, երբ պետք է դու ճանաչես Աստծուն, երբ պետք է մարդը վերադառնա Աստծո հոգուն, երբ պետք է ոչ թե տաճարի պատերը պաչի, այլ Աստծո հետ հաղորդակցվի։ Տերն ասում էր, ինչն է ավելի մեծ, տաճարը, թե տաճարի մեջի եղածը, թե հոգին։ Հոգին ավելին է, քան տաճարը։ Երբ որ եկան եւ Հիսուսին ասին, հələ մի հատ տեսես ինչ մեծ տաճարներ են, գլուխ են գովում։ Ասեց, ես ես ասում, քարի վրա չի մնալու, ամեն բան քանդվելու է, քարի վրա չի մնալու, եւ 70-րդ տարիվա մեջ այդ տաճարը քանդվեց, դուք հասկանում եք, մարդը սովորա, ինչ որ իրերի պաշտի, չգիտեմ խաչքարերի պաշտի, նկարների պաշտի, չգիտեմ պատերը պաշտի, Ժորժան մենք Աստծո հոգում պիտի պաշտենք, նրան երկրպագողները հոգով եւ ճշմարտությամբ պիտի պաշտեն նրան, ամեն։ Հայտություն 19-13-ում գրված է, եւ նրա վրա հանդերձ էր հագած, արյունով ներկված, եւ նրա անունը կոչվում էր Աստծո բան։ Նա է, որ գալու է, նա է, որ է, այսօր չգիտեմ, շատերը սպասում են, հեսա կրակը կգա, այդ կրակը կգտանենք շատերի տները։ Այս տարի այսօր Գևորգն ասում է, տենաս այս տարի այդ կրակը որտեղից են անելու թե պատերազմը։ Ասում չգիտեմ, մի բան կհորինեն էլի։ Մարդը ինչ ասես կարա հորինի, սատանեն ինչ ասես կարա հորինի, որ մարդն Աստծուց հեռանա։ Հանկարծ մարդը ճշմարտությունը չիմանա, հանկարծ չիմանա արյան մասին, հանկարծ չիմանա ճշմարտության մասին, ինչ ասես կարա պաշտի մարդը, ինչ տեսավ պաշտել, դաշես միկրոֆոնին կարա մարդը պաշտի, հավատում եք։ Այսօր ճանապարհին խոսում են կռապաշտության մասին, Գևորգն ասում է, այ մարդ ասում է, ժողովուրդը պատկերացնում ես ոսկիները հանեցին, տարան հորդ շինեցին, սկսան հորթի առաջ պարել պաշտել։ Այն Աստված, որ նրանց հետ կենթանի խոսում էր բերան, մարդիկ թողեցին այդ Աստծուն եւ գնացին կուրքերը շինեցին, սկսեցին կուրքերին պաշտել։ Շորտ Աստված հոգի, ասեք Աստված հոգի է։ Հալելույա։
Խրեվտացիների 17-11 ձեր մոտ նշեք, որովհետև մարմնի հոգին արյունում է, հոգին արյան մեջ է։ Միայն հոգին է, որի մեջ կա արյուն, հոգին արյան մեջ է։ Երբ Աստված ստեղծեց մարդուն, իր մեջ դրեց հոգի, ասա Աստված իմ մեջ դրել է հոգի։ Ինչու պետք է կյանք ունենալու համար, ասա կյանք ունենալու համար կյանքով պետք է վճարվեր։ Աստված իր կյանքով վճարեր մեզ համար, կյանքից առաջ պետք է հոսեր արյուն։ Դրա համար կույսը պետք է հեղիանար եւ պետք է սկզբից հոսեր արյուն, հետո նոր ծնվեր Քրիստոսը։ Այս գիրքը կոչվում է Արյան գիրք։ Այդ պատճառով ասեց կույսը կհեղիանա։ Մանուկը պետք է 8 օրեկան մանուկը պետք է թլպատվեր։ Հիմա Հիսուսը թլպատվեց, մենք էլ պիտի թլպատվենք։ Եկեք ճիշտ նայենք, 8 օրեկան երեխային պետք է տանեին թլպատվեին, որովհետև նորից պետք էր արյուն, արյունով էր փրկությունը, որովհետև այդ թլպատությունը Աբրահամի հետ ուխտի նշանն էր։ Գիտեք, ինչու, հիմա կհարցնեք, ինչ որ մեկը թող հարցնի, իսկ ինչու Հիսուսը թլպատվեց։ Ինչու Հիսուսը թլպատվեց։ Հարց տվեք ինձ։ Աբրահամը խոստացավ Աստծուն եւ ասեց ես քո ուխտի ընկերը կլինեմ։ Սակայն մարդը ինքը ուխտ չի կարողանում պահել, դրա համար Աստված պետք է ուխտը կապեր Քրիստոսի հետ, այսինքն այն սերմի հետ, որ պիտի ծնվեր։ Երբ որ մարդիկ ուխտ էին անում, իրար նվերներ էին տալիս։ Նվերը լավ բան է, իրար ինչքան կարակ նվերներ տվեք։ Մեր եկեղեցում ոնց որ դադարել ենք, հա, իրար նվերներ տալ են, չկալի տարին է։ Դե չունենք չկա, ինչքան ասենք չունենք չկա, հա չի լինելու։ Սկսենք իրար նվերներ անել, սովորենք, եկեք այսօր, երբ որ մեկի սիրում ես նվեր ես, չան, նվերը ուխտի նշան է։ Իրար ասեք, ուխտի նշան է։ Այսօր ով ում կողք նստածա թող իրան մի հատ լավ նվեր անի։ Եկող Կիրակի զատիկա, տենամ ով ում նվեր անելու։ Ծննդոց գլխի 15-րդ գլխում գրված է եւ երբ որ Աստված Աբրահամին ասեց Աբրահամ բեր եւ կտորները շարի 8-ածե, որտեղ 8-ը ուխտի նշան է, ասեց ես պիտի գամ եւ իմ ուխտը քո հետ պահեմ։ Գիտեք, շատ ժամանակ դուք ասում եք հիմա ով է վեմը, Պետրոսն է, թե Պետրոսը չի, Պետրոսը չի։ Ահա ես էլ քեզ կասեմ Պետրոս, ես էլ քո հիմքի վրա կշինեմ քո եկեղեցին, ես էլ քեզ կասեմ Աբրահամ, ես իմ ուխտը կկապեմ քո հետ։ Աստված որ մարդու հետ ուխտ կապեր, վայ մեզ։ Աբրահամից ծնված սերունդից եկող Քրիստոսի հետ էր կապելու ուխտը։ Այդ դրա համար, երբ որ Աբրահամը դրեց այդ ամենը, Աստված եկավ եւ այդ կտորների միջով անցավ եւ տեսնում ենք այդտեղ ծխի եւ կրակի բոց եւ ծխի մառախող։ Այսինքն Եհով Աստվածը ուխտա կապում ում հետ Քրիստոսի հետ։ Մեր ուխտի ընկերը Քրիստոսն է։ Գիտեք, երբ որ մեկը կտակ է անում, այդ կտակը ինքը իրավասու չէ, մինչև կտակի տերը չմեռնի, այդպես է թե այդպես չի։ Դրա համար Տեր Հիսուս պիտի մեռներ, որ 5 կտակարանի մեր միջնորդ Քրիստոսը մեռնելուց հետո կտակը ամբողջովին տրվեր մեզ։ Երբ որ հարություն առներ, մենք դառնայինք այս կտակի տերը։ Դրա համար կա 5 կտակարան եւ նոր կտակարան։ 5 կտակարանն էլ է նա, նոր կտակարանն էլ է նա, եւ նա մեզ կտակել է ժառանգություն։ Մեր ժառանգությունը Աստված է։ Ասա իմ ժառանգությունը Աստված է։ Կրակի բոցը Քրիստոսն էր եւ այդ ծխի մառախուղը Եհովա Աստվածն էր։ Աստված իր ուխտը կապեց Քրիստոսի հետ։ Աստված իր եկեղեցին հիմնեց Պետրայի վրա։ Այսինքն կար Պետրոս եւ Պետրա, հունարեն դրանք տարբեր անուններ են, Պետրոսը ժայռն էր եւ Պետրան այն քարն էր, որ կոչվում էր Քրիստոս, եւ նա իր եկեղեցին կառուցել է Քրիստոսի վրա, այլապես այսօր Պետրոսը չկա, Պողոսը չկա, Մաթեվոսը չկա, Մարիամները չկան,
բայց կա Քրիստոսը, որ միակն է, որ հարություն է առել։ Նրանք դեռևս սպասում են, բայց Տերը հարություն է առել, ասա նա է միակ հարություն առածը։ Հալելույա։ Ինչու կույսը, այս մասին խոսել եմ, մի կարճ նորից խոսեմ եւ կանցնեմ առաջ, ինչու կույսը պիտի եղանար, որտեղ ադամական արյուն չպիտի անցներ Հիսուս Քրիստոսի մարմնի մեջ, որտեղ նա եկավ որպես մարդ եւ որպես Աստված երկրի վրա եւ նրա մարմնի մեջ չպիտի լիներ ադամական մեղք, որտեղ ամենքը Ադամով ժառանգեցին մեղքը, բայց Հիսուս Քրիստոսը եթե Մարիամից բնական ճանապարհով ծնվեր, արական տղամարդու միջամտություն լիներ, նորից ադամական մեղքը անցնելու էր Հիսուսի մեջ եւ նա չէր կարող լինել արդար։ Այդ իսկ պատճառով նա հղիացավ Սուրբ Հոգուց, որովհետեւ ոչ կնոջ ձվաբջիջի, ոչ տղամարդու ձվաբջիջի եւ ոչ կնոջ սերմնաբջիջի տղամարդու եւ ոչ կնոջ ձվաբջիջի մեջ արյուն չկա, մինչեւ որ նրանք իրար հետ չեն ունենում հարաբերություն։ Երբ որ նրանք իրար հետ հարաբերվում են բնական ճանապարհով, այդ ժամանակ է միայն որ մղվում է կնոջ արգանդի մեջ արյուն եւ այդ արյունը անցնում է երեխային։ Եվ քանի որ դա չէր եղել բնական ճանապարհով, արական սեռի բացակայություն գոյություն ուներ, նա չժառանգեց Մարիամից ոչ մի տեսակի արյուն։ Եվ դրա համար նա ադամական մեղքը չիմացավ։ Նրա մեջ չկա ադամական մեղք եւ ինչպես որ գրված է, առաջին մարդը երկրից Ադամը, երկրորդ մարդը երկնքից Քրիստոսը եւ նրա մեջ չկա գենետիկա, այսինքն ադամական գենետիկա, բայց երբ որ Քրիստոսը եկավ եւ մենք բոլորս դրվեցին Քրիստոսի մեջ, գենետիկա փոխվեց։ Ես ուզում եմ որ այսօր կավարտեմ շուտով, ես ուզում եմ որ մենք այսօր հասկանանք որ Ադամից եկած գենետիկան ինչ էր գրված, մեղքի վարձքը մահ է։ Եթե մարդը մեղավոր է, եթե մարդը մեղքեր է գործում, դրա հետևում կան անեծքներ, հիվանդություններ, տարբեր տեսակի բաներ, տարբեր տեսակի անհաջողություններ։ Այսօր մեկը ինձ ասեց, գիտես, ասում եմ գրված է, կրակի վրայով պետք է մարդիկ չանցկացնեն, անիծյալ լինի ամեն կրակի վրայից անցկացնողը եւ ինձ հարազատ մարդ, մոտիկ մարդ այսօր ինձ ասում է, լավ էլ թռնում են կրակի վրայից, լավ էլ երջանիկ են, բայց ես չեմ տեսել այսօր երկրի վրա նախ երջանիկ մարդ, առաջին բանն ասեմ, երկրորդն էլ եւ ասում եմ, այդ Ադամի նման ասեց, կերա չմեռա կամ Եվայի, տեսակ, այդ ծառի պետքից կերանք չմեռանք։ Ինչ գիտես այդ անեծքը ինչ կերպարանքով է գալիս, միթե կռապաշտություն անողը կարա ուրախ լինի, կարա երջանիկ լինի, դրանք կռապաշտություններ են, կրակապաշտություն, որ մնացել է հայերի մեջ ամոթ է, որ մեր նախնիները եղել են կրակապաշտ, մենք մինչև այսօր կրակ ենք պաշտում։ Եվ եթե ով որ կարդացել է Սամվել վեպը, տեսնում ենք, որ այդտեղ Ռաֆու Սամվելը անգամ գալիս է որդին նախանձավորությամբ Աստծո ասում է, մայր, ես քեզ ասում եմ, հանգցրու այդ կրակը։ Եվ չի հանգցրու, ասում այն սուրը, որ սպանեց Դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը։ Անգամ մարդիկ հավատքի համար սպանել են իրանց ծնողներին եւ արյունով են լվացել այդ արյունը կանգնել, այդ կրակը կանգնեցրել, բայց այսօր Հայաստանում դեռևս գործում է գառնու տաճարը։ Եվ տեսնում ենք դեռևս այդ տաճարները կան, զարմանում ես, ասում ես Աստվածի միթե մարդը այդքան կարա կրակ պաշտի։ Եվ այսօր ինչու չենք հեռու գնում, մարդիկ այսօր տրնդեզ են անում, թե ինչ կապ ունի տրնդեզը ընդհանուր առմամբ, այսօր շատ խոսեցի ծեսերի մասին, ինչ կապ ունի ընդհանրապես Տիրոջը ընդառաջ գնալու օրվա մասին։ Եթե տրնդեզը կոչվում է, որ Սիմոն Ծերունին սպասեց եւ տեսա, որ Քրիստոսին գրկեց, թլպատեց, հետո ննջեց, Տիրոջը ընդառաջ գնաց, ինչ կապ ունի կրակը, մի հատ ինձ բացատրություն տվեք։ Ինչ են մարդիկ այսօր կրակը սարքում վրից թռնում տրնդեզին։ Ինչ է նշքում տրնդեզ։ Դա տիրի, տոննա, հասկանում եք, տիրի։ Եվ այսօր մարդիկ այդ տիր, այդ կախարդությունն են այսօր նշում։ Եվ թռնոլով կրակի վրայով իրանց աղջիկներին, տղաներին ասում են, մենք գիտեք դեռևս հեթանոս են, կրակ ենք պաշտում եւ տիրին ենք պաշտում։ Գիտեք, այսօր մենք ուրախանում ենք, ձու ենք ներկում, չգիտենք ինչ ենք անում, դա ճագարած տոնից է եկել, հասկանում եք։ Հա լավ, այդ անում ենք, որպես, եւ ասում են կուրքը, որպես կուրքի միս մի կեր մատաղը, այսինքն երբ որ գառ են մորթում,
կեր, բայց ոչ որպես կուրքին զոհած կեր։ Այդ նույն բանն է։ Բայց այսօր մարդիկ չգիտեն ինչ են անում, Ժորժ ջան, այսօր մարդիկ այնքան գիտություն չունեն, էլ կրակի վրա թռնեն, էլ իրար վրա, չգիտեմ, այլակերպության օրը իրար վրա ջուր լցնեն, չգիտեմ ինչեր անեն, խայտառակություն է ուղակի։ Ուղղակի խայտառակություն է, այդ դրա պատճառով Ովսե Մարգարեության 4:6-ում գրված է, եւ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով խոտորվեց։ Այսօր հայ ժողովուրդը գիտություն չունի, եւ սա շատ վտանգավոր բան է։ Գիտեք, շուտով կավարտեմ, Աստված ուզում է, որ մենք կենդանի տաճարներ լինենք, Աստված ասում է, եւ Քրիստոսի մարմնով դու կենդանի տաճարներ դարձաք, սակայն մարդը մինչև Սուրբ արյունով չմաքրվի չի կարող դառնալ Աստծո տաճարը, Զատկական գառը մորթվում էր ապրիլի 10-ից մինչև ընկած 14 ժամանակաշրջանը, դա նորից եմ ասում, այն ժամանակ էր 5 տակարանային ժամանակաշրջան եմ գնում, եւ գառը պետք է լիներ անարատ։ Քրիստոսը մատնվեց ապրիլի 10-ին։ Գառը բերվում էր Բեթլեհեմից, դրա համար նա ծնվեց Բեթլեհեմում։ Ուզում եք գրեք։ Տոնի ժամանակ երգում էին 112-118 սաղմոսները եւ Հիսուսը աշակերտներին խոսեց եւ միասին օրտերգեցին Տիրոջը եւ բարձրացան Ձիթենյաց լեռը։ Ապրիլի 14-ին խաչեցին նրան, զոհաբերությունը կատարվում էր արտաքին գավիթում, որտեղ էլի են բացատրել, որ կար արտաքին գավիթ, ներքին գավիթ եւ կար Հիսուսը Երուսաղեմից դուրս խաչվեց, որտեղ Գողգոթայում։ Ես անձամբ տեսել եմ վերակառուցված Գողգոթան, անձամբ տեսել եմ Մորիայի սարը, այդտեղ կառուցել են Մորիայի սարն է այդտեղ, որտեղ կառուցված այսօր Օմարի մզկիթն է, որ պետքա շատ մոտիկ են։ Գիտեք, օրինակ, ովքեր չեն եղել Երուսաղեմում, չեն կարող պատկերացում կազմել, բայց քանի որ ես գնացել եւ տեսել եմ դա, ուրեմն Սողոմոնի տաճարի պատը մնացել է, դա լացող պատն է, որ մինչև այսօր մարդիկ գնում են եւ այդ պատի մոտ երազանքներ են դնում, այդ պատի մոտ բաներ են գրում թողում եւ լացում են եւ այսպիսի բաներ են անում, դա կոչվում է լացի պատ։ Եվ ձեզ էլի եմ պատմել այս մասին, այդտեղ մի կին էր կանգնած եւ ամեն մեկին, եթե պարկեշտ հագնված չէին, չէր թողում, որ մոտենային լացի պատին։ Քանի որ Երուսաղեմում շատ շոկ էր եւ մենք էլ գնացել ենք հենց այն ամսին, որ Տերոջը խաչել են, դա ապրիլ ամիսն է, եւ ասում շատ շոկ էր, մեր Աստված բարձրացել է Գողգոթա լեռը, ոտաբոբիկ, բարձրացել է խաչը ուսին վրա դրված, 120 կիլոգրամանոց խաչը ուսին բարձրացել է Գողգոթան։ Եվ ասեմ, որ այնքան շոկ է, որ չես դիմանում, եւ ես հագել էի սովորական զգեստ, այսինքն այսպես իմ ոչ մի տեղը բաց չէր, ես ընդհանրապես բաց չեմ հագնվում, մի ճանաչողներդ գիտեք, եւ ուղղակի նակիտ կա ունեի, այստեղ էր էսենց երևում, այս կինը ինձ ասեց դու պարկեշտ հագնված չես եւ չես կարող լացի պատին մոտենալ, գլխաշոր կապի այս մասերը ցաղ կփակես, նոր կգաս լացի պատի մոտ։ Ասեցի Տեր Աստված, մարդիկ ոնց են, տեսնում եք լացի պատի մոտ անգամ ասում են պարկեշտ հագնվեք, բայց այսօր եկեղեցում մարդիկ ինչ ուզում հագնում են։ Եվ չեն հարցնում, ինչ հագնենք, ինչ չհագնենք, ոնց կարելի է հարգել Տիրոջ ներկայությունը, ինչպես հարգել, եւ այդ լացի պատի մոտ այդքան ստրոգի էր ամեն բանը, եւ այդ Սողոմոնի տաճարը քանդված այդ պատը մնացել է, բայց մակետը կա, թե որքան մեծ է եղել Սողոմոնի տաճարը։ Եվ ընդամենը մի քանի ոտնաչափ հետո արդեն Պաղեստինն է, ուրիշ երկիր ես մտնում, սենց ոնց որ անցնում ես սահմանը այդպես է, եւ բարձրանում ես Մորիայի սարը, որտեղ Աբրահամը բերեց Իսահակին զոհանելու, ու նայում ես, ասում ես, մի փոքր տեղ է, տեղ կախված, տեղ արդեն Օմարի մզկիթն է, տեղ արդեն իրանց ծեսակատարություններն է, եւ երբ որ մենք գնացինք, տեղ մեզ բացատրեցին, ասեցին հանկարծ, ձեր ձեռքերը այսպես կամ այսպես չանեք, կարող է նույն րոպեն կրակեն ձեր վրա,
տուրիստների անգամ, որտեվ շատ զգուշ է պետք լինել։ Ես ուզում ասեմ, ինչքան ստրոգի է ամեն ինչ, թե հրեաների մոտ, թե արաբների մոտ եւ այլն։ Բայց մի փոքր պատ է իրարից բաժանում։ Ոնց որ հիմա ես անցնեմ մինչև մեր օֆիսը, այդքան տեղ է ընդամենը սահմանը։ Այդտեղից անցնում ես մտնում ես այն ու սահմանը, պատկերացրեցիք։ Հիմա վերջին ժամանակներում, երբ որ Տիրոջ գալուստը մոտենա, պետք է այդ տաճարը քանդվի։ Այսինքն այդ տաճարը պետք է քանդվի, որտեղ հիմա Մորիայի սարն է նախկինում եղել, եւ պետք է կառուցվի անպայման Սողոմոնի տաճարը։ Սողոմոնի տաճարը կառուցվելը դա նշաններից ամենավերջինն է, որտեղ պետք է ները նստի որպես թագավոր, ոնց որ շեղվեցի թեմայից մի քիչ։ Պետք է ները 10 պետություններ, պետք է նրան ընտրեն որպես թագավոր, որտեղ պետք է լինի միապետություն եւ ամբողջ աշխարհը այսօր տանում է դրան, որովհետեւ չի թողելու մարդիկ առնեն կամ ծախեն 666-ը դնելու է մարդկանց ճակատների դրոշմելու եւ աջ ձեռքերի վրա, ովքեր որ եւ գազանը, այսինքն ները գազանի հոգով պետք է նստի Երուսաղեմի տաճարի մեջ եւ դա կոչվում է ավերածի պղծություն։ Պետք է տաճարը կառուցվի եւ ներն էլ պետք է նստի 7 տարվա թագավորություն անելու տաճարի մեջ։ Մի քիչ հեռացա սրանից, բայց ուզում ասեմ, որ այդ տաճարը քանդվեց այդ ժամանակ, բայց պետք է նորից վերակառուցվի։ Գիտեք, Հիսուսը այդ Գողգոթայում ժամը 12-ին արդեն խաչի վրա էր։ Խաչի վրա ինչու էր նա այդքան կարճ խոսում, չէր կարողանում խոսել, որովհետև թոքերը լցվում էին ջրով, որովհետև նրա գլխի վրա դրեցին խաչի պսակը եւ այդ թույնած էր, երբ որ այդ թույնը անցավ նրա քունքերի մեջ, նրա գլուխը իր չափերից մի քանի անգամ մեծացավ, որովհետև թունավոր էր արդեն այդ ինչ փշերը, թունավորված էին, եւ իր վրա դրված էր խաչը 120 կիլոգրամանոց, որ պետքա ոտքով բարձրանար մինչև Գողգոթա եւ նրան մահապարտի նման ծեծել էին 39-ից ավելի, որտեղ մահապարտներին 39-ից ավելի չէին մտրակում, որովհետև եթե 39-ից ավել մտրակեին, մարդը կմահանար, որտեղ այդ մտրակները ունեին մեծ կեռիկներ, եւ եթե խփում էին մարդուն, մաշկը դուրս էր գալիս, եւ Հիսուսի մաշկը ամբողջովին վրայից հանված էր, դրա համար Եսայիա ասում է, եւ այնքան անախորժելի էր նրա կերպարանքը, որ նրա վրա նայել չէր լինում, ամբողջովին արյունով ներկված, եւ այդ 39 մտրակների ամեն հարվածը մեր ամեն հիվանդությունների համար էր, եւ նա մեր հիվանդությունները վեր առավ։ Ամեն անգամ, քանի մտրակ, որ նրան խփեցին, այդ քո հիվանդության անունն է, որ նա այդ օրը վերցրեց մեր բոլորի ցավերը, բոլորի մեղքերը, բոլորի հիվանդությունները։ Ամենացավոտը այդ պահին նա չէր, որ նա մեր մեղքերի բաժակն էր խմել։ Դա նա չէր, որ վերցրել էր բոլորիս մեղքերը իր վրա, նա կարճ էր խոսում, հայրների նրանց, որովհետև նրանք չգիտեն ինչ են անում, որովհետև նրա ամբողջ թոքերը լցվում էին ջրով եւ խոսելը շատ էր դժվարանում։ Բայց նա աղոթում էր մեր համար, հայրների նրանց, որովհետև նրանք չգիտեն, թե ինչ են անում, բայց ամենասարսափելին նա էր, որ հայր Աստված մեղքի պատճառով, նա սիրում է մարդուն, բայց ատում է մեղքը, մեղքի պատճառով իր կապը խզելու էր Հիսուսի հետ։ Այդ իսկ պատճառով նա ասեց. հայրիմ, ինչու ինձ թողեցիր։ Այդ էր պատճառը, որ նրա սիրտը տրաքեց։ Խաչի վրա մարդիկ մնում էին 3 օր, բայց Հիսուս Քրիստոսը խաչի վրա մնաց ընդամենը 6 ժամ, որից հետո նրա սիրտը տրաքեց, այսինքն տեղի ունեցավ պայթյուն, սրտի կանգ, որից հետո Տեր Հիսուս Քրիստոսը իջավ դժոխք, վերցրեց դժոխքի բանալին, տվեց հարություն առավ, եւ դժոխքում նրան չէին կարող դատապարտել որպես մեղավոր, որովհետեւ նրա վրա ոչ մի մեղք չկար, նա վերցրել էր մեր բոլորի մեղքերը, Աստված նրան արդարացրեց եւ նա առաջին հարություն առած հոգով եւ մարդ եւ Աստվածն է, ամեն։ Եվ որ նա հոգին ավանդեց, երկրի վրա խավար եղավ,
երկիրը խավարեց, ամեն։ Եվ ավազակը խաչի վրա առաջին փրկվողն էր, որ ասեց, երբ որ գաս ինձ հիշի եւ ասեց, այսօր եւ այդ ինձ հետ դրախտում կլինես, Տերը բարի, ամեն։ Այսօր ամեն հավատացողը կփրկվի, ամեն ով որ Տիրոջ անունը կանչի փրկվելու է։ Զատկի օրը քահանան զոհասեղանի վրա զոհի արյունն էր սրսկում եւ այդ պահին, որ ժամը 3-ն էր, այդ կատարվում էր, նա զոհ ելավ մեր բոլորի համար, նա մահացավ, որ մենք ապրենք։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը մահացավ, ավարտում եմ, տաճարի վարակույրը պատրվեց եւ այդ տաճարի վարակույրը մարդու եւ Աստծո միջև կախված էր եւ մարդը չէր կարողանում մտնել սրբության սրբոց կամ երկնքի արքայություն։ Երկնքի արքայություն հասկացողություն չկար, կար ընդամենը երրորդ երկինք կամ Աբրահամի գոգ, բայց Քրիստոսը իր արյան միջոցով, իր մարմնի միջոցով խաչապայտի վրա մեռնելով մարդուն հաշտեցրեց Աստծո հետ եւ կատարվեց արարչագործության ամենամեծագույն փրկության ծրագիրը եւ նա քո գարշապարը կխայթի, այսինքն Հիսուսի վերջավորությունները գնում եմ նորից Անդոց 3:16, 15, նա քո վերջավորությունները կխայթի, այսինքն Հիսուսի ոտքերին եւ ձեռքերին խաչապայտի վրա մեխեր կամեցին եւ նա քո գլուխը սատանա կջարդի։ Այդ օրը Աստված սատանայի գլուխը ջարդեց, այդ օրը իջավ դժոխքի բանալիները քանդեց դժոխքը, դժոխքի բանալիները տվեց եկեղեցուն, հաղթեց եւ հաղթանակը տվեց ինձ եւ քեզ։ Այդ տաճարի վարակույրը, որ ուներ 40 ոտնաչափ լայնություն, 40 ոտնաչափ հաստություն, այդ օրը պատրվեց։ Մեր եւ Աստծո միջև եղավ մեծ հաշտություն, փառք եւ պատիվ, գոհություն եւ շնորհակալություն մեր Աստծուն հավիտյանս հավիտենից, ամեն։ Փառաբան ցախում կարող եք գալ։ Մենք պաշտպանված ենք այսօր Հիսուս Քրիստոսի արյունով։ Բարեխոստերը այսօր երկնքում նստած է մեզ համար միակ բարեխոսը։ Երկնքում մեզ համար ուրիշ բարեխոսներ չկան։ Գիտես, երբ որ մարդու ընտանիքի անդամը մահանում է, ես շատ եմ լսել։ Իմ աղբոր ընտանիքում էլ եմ լսել անգամ։ Երբ որ իմ աղբերս ննջեց, աղբորս կինը, աղբորս իմ երեխեքին ընդեղից պաշտպանի, չի կարա։ Ննջած մարդիկ ոչ մեկին չեն պաշտպանում երկնքից։ Դու մարդուն կարող ես պաշտպանել երկրի վրա աղոթելով։ Երկնքում մեր պաշտպանը Քրիստոսն է։ Ուրիշ պաշտպան չունենք։ Եվ գրված է միակ բարեխոսը, միակ միջնորդը Քրիստոսն է, ուրիշ միջնորդներ մի փնտրեք։ Այսօր այնքան ամոթ է, որ մարդիկ վազում են Մատրոնայի մոտ։ Գնանք Մատրոնան մեզ երախա տա։ Գնանք նստենք այսինչ քարի վրա բուժվենք։ Ամոթ է։ Նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ։ Եվ նրա վերքերով ես բժշկված եմ։ Աստծուց բացի ուրիշ ոչ մեկին մի փնտրի այսօր, ոչ երկնքում, ոչ երկրի վրա։ Քո հարազատները ննջած են, մի վախեցի, ուր է մաքու խայթոցը, եւ ուր է գերեզման քո աղտանակը։ Վաղը միսօր մենք կտեսնենք մեր հարազատներին հարություն առած, որովհետև նա է հարությունը եւ կյանքը։ Մենք մեկ օր կգրկենք մեր հարազատներին երկնքում, բայց այսօր երկրի վրա։ Այնքան մենք իրար կարիք ունենք։ Ինչպես Քրիստոսի կարիքը, սիրելի եկեղեցի, այնպես էլ իրար կարիք ունենանք, մենք Քրիստոսի մարմինն ենք, նրա արյունով գնված։ Նա է մեր Աստվածը։ Գիտեք, ինչու համար երկար տարիներ առաքելական եկեղեցին մյուս եկեղեցիների համեմատ կոչվում էր աղանդավոր։ Այսօր իրանք բոլորին ասում են աղանդավոր, բայց տարիներ իրանք աղանդավոր էին կոչվում, ինչու՞։ Որովհետև չէին ընդունում Հիսուս Քրիստոսին եւ մարդ եւ Աստված, բայց մեկ օր նրանց էլ բացվեց։ Եվ ընդունեցին Հիսուս Քրիստոսին եւ մարդ եւ Աստված։ Դա Աստված, որ այսօր
կռապաշտությունը ամենուր է քանդված լինի։ Եվ ինչը որ մարդկանց մեջ դեռ բացված չէ, թե ավետարանական, թե կաթոլիկ, թե առաքելական, թե ուղղափառ, թե իսլամ, թե այլ կրոններ, ես այսօր ուրիշ բաներ չեմ խոսում, ուզում խոսել ճշմարտությունից։ Աստված ասում է, եւ ճշմարտությունը կգա եւ ձեզ ազատ կանի, մինչեւ երբ մենք պիտի կաղանք երկու ոտքերի վրա, կամ Բահաղն է Աստված, կամ Եհովան է Աստված։ Մինչև երբ պետք է մենք կռապաշտություն հորինենք, մինչև երբ պետք է մենք խաբենք, խաբնված մնանք։ Ժամանակն է եկել, որ ես եւ դու դարձի գանք, ուշքի գանք։ Երեք Սպարտակ եղբայրը մի կարճ բան էր գցել, մի հանկարծ մոտեցել էին նրան եւ հարց էին տվել. Ում եք ընտրում, այսինչին թե այնինչին։ Եվ ինքը պատասխան էր տվել. մուզիկան չզբաղվել պոլիտիկա։ Ապաշխարենք ազգովի։ Ինչից ապաշխարենք։ Ես կասեմ ինչից, կռապաշտությունից։ Եկեք միաբանվենք։ Էլ չլինի, այսինչ եկեղեցին, այնինչ եկեղեցին, այսինչ հովիվ, այնինչ հովիվ։ Մեկն է Քրիստոսը։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, բայց Տերն ասեց, ով է Պողոսը կամ Ապողոսը։ Մեկն է Քրիստոսը։ Այսօր այնքան տարանջատումներ կան։ Իհարկե ես դեմ եմ ամեն տեսակի սխալ վարդապետություններին։ Կարող եմ բարձրաձայնել, ասել, ինքս էլ սխալ լինեմ, շտկվել։ Սակայն դեմ լինել մարդուն, դեմ լինել կրոնին, դեմ լինել ծիսակատարությանը, ես դեմ եմ ամեն տեսակի կռապաշտությանը, երբ որ մարդիկ ոսկե հորթը շինել և նրա առաջ պարում էին, եկավ Տերը և ասեց զարկեմ այս ժողովրդին սպանեմ, որքան ողորմած է մեր Աստված, որ մինչև այսօր չի զարկում ու չի սպանում, գիտեք ինչու, որտև ասեց ես չեք աշխարը դատեմ, այլ եկ աշխարը փրկեմ։ Եթե այդ ժամանակ Մովսես մարդը կանգնեց եւ ասեց, եթե նրան զարկելու ես ինձ էլ զարկի, մի արա, Տեր դու բարի ողորմած գթած Աստված ես, ների նրանց։ Ապա Տեր Հիսուս Քրիստոսը խաչի վրա մեր մեղքերի համար ներում խնդրեց եւ ասեց հայրների նրանց, որովհետեւ նրանք չգիտեն թե ինչ են անում։ Թող Աստծո ողորմություն իջնի այսօր ազգիս վրա, ընտանիքիս վրա, բարեկամներիս վրա, հարազատներիս վրա, մոտիկներիս վրա։ Աղոթի այսպես, Տեր փրկի։ Հայրների բոլորին, որովհետև չգիտեն ինչ են անում, հայր ինձ էլ ների, որովհետև ես շատ ժամանակ չգիտեմ ինչ եմ անում։ Անսխալական մարդ չկա, արդար չկա, մեկն էլ չկա։ Բայց ամեն անգամ, երբ որ սխալվում ենք, թող Աստված շտկի մեզ։ Թող Աստված ուղղի մեր ոտքերը, մեր բերանը, մեր շրթունքները, որ ոչ թե միայն շրթունքներով պաշտենք Աստծուն, այլ հոգով եւ ճշմարտությամբ։ Ասում է եւ նրանք, այս ժողովուրդը միայն շրթունքներով է ինձ պաշտում, բայց սրտերը քարացած եւ հեռացած են ինձանից։ Մոտեցեք Աստծուն։ Մոտեցեք Աստծուն եւ Աստված պիտի մոտենա ձեզ։ Կա միակ մեկ Աստված։ Ափսոս չես դու, որ տարիներդ վատնես, չգիտեմ ինչերի վրա, որ տարիներդ վատնես, աղոթես Մարիամին ու չի լսվում, աղոթես Պողոսին ու երկնքում լաց լինի, ասի Տեր ես մեղավոր չեմ։ Չէ որ երբ որ եկան Պետրոսի առաջ, նրա առաջ բերելու մատաղներ ու չգիտեմ ինչեր, ընկան նրա ոտքերը, նա պատարեց իր հանդերձներ և ասեց, նզովյալ լինեք դուք, ես էլ ձեր նման, գիշքերի ենթակա մարդ եմ, մարդիկ սիրում են մարդ պաշտել, գիտեք տարիներ առաջ մի կին էր գալիս եկեղեցի, նոր էր, նորահոգի էր, և այնպիսի բան ասեց, որ ես վախեցա, և ասեց, ամեն գիշեր ասում եմ, բարի գիշեր, Նելի ջան ու քնում եմ, ասի վայ Տեր Աստված, չգիտեի, որ մեկ օր Մատրոնայի նման մեզ էլ կարող է հանկարծ այսպես կուրքեր դարձնել։ Մեկն էլ ասեց նկարը դրած է իմ սենյակում, ննջասենյակում։ Ամաչում եմ ամուսնուս հետ քնել։
ասի նկարը չի տեսնում, նկարը չի խոսում։ Ժողովուրդ նկարները չեն տեսնում, նկարները չեն խոսում։ Ովանես հետո կարդ այդպես։ Իմ հետ հավասար խոսում է։ Ժողովուրդ այդ նկարները, որի առաջ այսօր գնացել եմ Վարսավիրանոց մի մոմի հոտ անգել, այ մարդ էս ինչ եկեղեցի աստե դարել Վարսավիրանոցը չգիտեի։ Մոմ են բերել, սուպ մոմ, բարել են, որ երևի աչքը բան է, թա հաջողությունները լավանա, չարը հեռանա։ Ասում եմ, լսեք, մոմը եկեղեցու կարիքների համար է, անգամ քահանաները գրում կպցնում են պատերին։ Ինչքան կարանք տգետ մնանք։ Ինչքան կարանք այսօր զատիկի համար ձու ներկենք ուրախանանք, եկեք ձու խաղանք, լավ է կանում, ես է կանեմ։ Հետաքրքիր է, ուրախանում ենք, օրա, տոնա, բուդ ենք նոր տարուն դնում, բոլոր դնում ես եմ բուդ դնում։ Բայց դա չի պաշտանմունքը, պաշտանմունքը այստեղ է։ Պաշտանմունքը կերակուրի մեջ չի։ Պաշտանմունքը այդ ոսկե ձկնիկների մեջ չի, այդ ոսկու գնի ձկնիկների մեջ։ Սևանի լճերից է բռնած, թե ստեղի լճերից, ստեղի Սիբասն ավելի ամովա, քան այդ լճերի միջի այդ հոտավետ այդ ձկները։ Մեր զատիկը Քրիստոսը մորթվեցավ։ Ինձ համար Աստված պաշտությունը Քրիստոս է։ Ինձ համար Աստված պաշտությունը հոգի է։ Ես իմ սենյակում կարող եմ պաշտել, այստեղ կարող եմ պաշտել։ Իմ արդյունքը դու երբեք չես տեսնում, բայց նա ամեն օր տեսնում է։ Ես ամեն գիշեր կարող եմ ողբալ, նա այդտեղ է։ Գիտես, ամուսինդ քեզ կարող է ասել կամ կինդ, հոգնել եմ քո լացի ձայնը լսելուց։ Չեմ ուզում տրտունջդ կամ բողոքդ լսել, բայց նա երբեք այդպես չի ասում։ Ես կսրբեմ քո արցունքները, Տերն ասում է։ Եվ այլևս քեզ չեն ասի թողված կամ մերժված քաղաք, այլ քեզ կասեմ իմ հավանածը եւ իմ սիրածը։ Խաչի վրա նա վերստում էր մեր զզվելի մեղքերը, զզվելի, գարշելի մեղքերը։ Նա որ չգիտեր մեղքն ինչ է, նա որ միակ սուրբն ու արդարն է, մեղավոր մարդու համար մեռնել, եւ նա մեռնում էր։ Նա մեռնում էր մեղավոր մարդու համար։ Եվ այդ մեղքերն այնքան ծանր էին, գարշահոտություն կար այդ մեղքերի մեջ, մարդասպանություն, ինքնասպանություն, խաբեություն, սուտ, կեղծիք, շնություն, մանկապղծություն, ինչ ասես։ Եվ ինչպես էր նա ասում, ես այդ մարդասպանն եմ, ես այդ սրբապիղծն եմ, ես այդ մանկապիղծն եմ։ Ինչպես կարող էր արդար այդպիսի բան ասել, ասեք։ Ինչպես կարող էր նա, որ մեղք չգիտեր, նա ասեր, ես եմ դա արել, ոչ թե նրանք։ Սիրո ապացույց, սիրո ամենամեծ դրսևորում խաչի վրա։ Ինչպես կարող ես դու լիքը մեղքեր գործել եւ նա ասի նա արդար է։ Ես իմ արյունը թափում եմ նրա համար։ Ես իմ կյանքն եմ տալիս մեղավորի համար։ Նրանք զարկում էին նրան մտրակով։ Նրանք ծաղրում էին, շորերն էին իրար մեջ ու մեջ անում։ Նա սիրո հայացքով, որ աչքերը փակ էին, արդեն լցված արյունով, որ արյունն էր հոսում նրա մարմնից, նրա վրա անախորժելի մի կերպարանք էր։ Նա սիրո հայացքի դրսևորումից բացի ատելության նշույլ անգամ չուներ։ Ներում էր խնդրում, որովհետև եկել էր մեղավոր մարդկանց համար։ Բայց այսօր մենք թողել ենք նրան ամեն մի պատին ու քարին պաշտելով, թողել ենք նրան,
մարդկային եսակենտրոնությունը վեր հանելով, մարդկային արժեքները բարձրացնելով, աստվածային իջացնելով, գնալով, քանի գնում աստվածպաշտությունը իջնում է, մարդապաշտությունը բարձրանում, քանի գնում իրական հոգու արժեքները վերանում են, ծիսակատարությունները բարձրանում, մինչև երբ պիտի համբերես Տեր։ Եվ նա այսօր ասում է, ես չեք աշխարհը դատեմ, այլ եկա, որ աշխարհը փրկեմ, որովհետև նրա անունը փրկիչ է, որովհետև նրա անունը Քրիստոսն է։ Եկեք կանգնենք ոտքի վրա։ Եկեք այսօր մեր գոհության աղոթքը բարձրացնենք նրան, եթե նա չլիներ, մենք չէինք ապրի։ Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չմեռնի, այլ հավիտենական կյանք ունենա, կյանք ավելիով։ Շնորհակալ եմ։ Ես չեմ գալիս եկեղեցի հրաշքների համար։ Ես չեմ գալիս նրա տուն նշանների համար։ Ես չեմ գալիս մարդկանց համար, գալիս եմ նրան պաշտելու։ Իմ զոհաբերությունն ու ընծան գոհության կերպարով նրա առաջ բերելու և նրան ասելու գոհանում եմ, որ դու կաս, որ դու իմ Աստվածն ես, որ իմ մոր որովայնից ընտրեցիր, որ ինձ սիրեցիր, որ ներում ես ամեն օր։ Եթե նա մեզ ամեն օր չների, ոչ մի մարդ երկինք չի մտնելու, ոչ մեկ, ոչ ես, ոչ դու, ոչ Պետրոսը, ոչ Պողոսը, ոչ Մարիամը, ոչ մեկ, արդար չկա սեր գաված խաչի վրա, մեկն էլ չկա, ամենքը մեղանչեցին, բայց փառք Աստծուն, որ տվեց մեզ փրկություն իր սուրբ արյան միջոցով, Հիսուսի արյունը բարեխոսում է, Տերը օրհնի ձեզ, եկեք երգենք սեր գանված խաչի վրա, եկող կիրակի կնշենք զատիկը, նորից կնշենք, կհիշենք, բայց ամեն կիրակին ինձ համար զատիկ է, ամեն կիրակի ինձ համար Տեր Հիսուս հարություն է առել և ոչ միայն կիրակի, ամեն օր, նա Հիսուսն է, որ հարություն է առել։ Չորեքշաբթի օրը, սիրելի Աստծաժողովուրդ, կունենանք հաղորդություն, ժամը 7-ին։ Բոլոր ծառայողների ներկայությունը պարտադիր է։ Չորեքշաբթի օրը ժամը 7-ին կունենանք հաղորդություն, ավագ շաբաթն է շաբաթ, ուրբաթ օրը կունենանք խաչելության օրն է աղոթքի օր և կիրակի օրը կտոնենք զատիկը։ Սեր գանված խաչի վրա, օրհնված լինեք։ Եվ սեր գանված խաչի վրա, և սեր, որ երբեք չի վերջանա, քո արյան ամեն կաթիլը հոսում է սեր, քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր, և սեր գանված խաչի վրա, և սեր, որ երբեք չի վերջանա, քո արյան ամեն կաթիլը հոսում է սեր, քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր գանված խաչի վրա, և սեր գանված խաչի վրա, և սեր, որ երբեք չի վերջանա, քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր, քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր, և սեր գանված խաչի վրա,
Եվ սեր, որ երբեք չի վերջանա Քո արյան ամեկ աթիլը խոսում է սեր Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր Եվ սեր գանված խաչի վրա